Երանի նրան, որ աղքատի մասին հոգ է տանում, չար օրում Տերը փրկելու է նրան, Տերը պահելու ու պահպանելու է նրան, օրհնված է լինելու երկրի վրա, դու նրան թշնամիների կամքին չես մատնելու, Տերը նրան ուժ կտա տկարության մահճում, դու նրա ամբողջ անկողինը կվերափոխես հիվանդության ժամանակ, ես ասացի, Տեր, ողորմիր ինձ ու բժշկիր իմ անձը, քանի որ ես մեղանչել եմ քո դեմ, թշնամիներս վատ են խոսում իմ մասին, ասելով, երբ է մեռնելու ու անունը կորչի, և եթե ինձ այցելության է գալիս, ունայնություն է խոսում, նրա սիրտն անօրենություն է հավաքում իր մեջ, որպեսզի դուրս գալով ուրիշին պատմի, բոլոր ինձ ատողները միասին փսփսում են իմ դեմ չարիք են նյութում, չարից մի բան է կպել նրան, ասում են նրանք, ու հիմա, որ պառկած է, էլ չի վեր կենա, անգամ իմ մոտիկ բարեկամը, ում վստահում էի, որ հացս էր ուտում, իմ դեմ իր կրունկը բարձրացրեց, սակայն դու, ով Տեր, գթա ինձ ու վեր բարձրացրու, որ ես հատուցեմ նրանց, սրանից գիտեմ, որ բարեհաճ ես իմ նկատմամբ, որովհետև թշնամիս չի հաղթանակում ինձ, իսկ ինձ կպահես իմ անարատության մեջ, ու ինձ հավիտյան քո երեսի առջև կկանգնեցնես, օրհնյալ լինի Իսրայելի Տեր Աստվածը, հավիտյանս հավիտենից, ամեն ու ամեն։